Իրано-ամերիկյան պատերազմի վտանգը կտրուկ աճել է։ Միացյալ Նահանգների նախագահը համարում է, որ Իրանի հետ բանակցությունները փակուղի են տանում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը մազից է կախված։ Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ Սպիտակ տան ղեկավարը հակված է վերսկսել Իրանի դեմ պատերազմական գործողությունները։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, կարծես թե ուրբաթ օրը Թրամփը լավատեսորեն էր տրամադրված, ինչ է պատահել հիմա։ Ինչպես տեղեկացրել էինք, Վաշինգտոնը Թեհրանին մինչև անցած շաբաթվա վերջ ժամանակ էր հատկացրել իր վերջի առաջարկներին արձագանքելու համար, եւ ահա այդ պատասխանը, որքան հասկանում եմ, Թրամփին հիասթափեցրել է, քանի որ իրանական կողմը ոչ միայն հրաժարվել է երկրի տարածքից դուրս հանել հարստացված ուրանը, այլ նաև պահանջել է Միացյալ Նահանգներից հատուցում պատերազմի ընթացքում իր կրած կորուստների համար։ Թրամփը ասել է, որ այդ իրանական առաջարկը անհեթեթ է, անընդունելի եւ հիմար, եւ խոստովանել է, որ անգամ մինչեւ վերջ չի էլ կարդացել գրավոր այն փաստաթուղթը, որը իրանական կողմն է իրեն ներկայացրել։ CNN հեռուստաընկերությունը Սպիտակ տանը իր տեղեկացված աղբյուրները վկայակոչելով տեղեկացնում է, որ դրանից հետո Դոնալդ Թրամփը հակված է քննարկել ռազմական նոր օպերացիա սկսելու հնարավորությունը, եւ որ հենց այդ հարցի վերաբերյալ են տեղի ունեցել քննարկումները 3 Սպիտակ տանը։ Այդ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ հրադադարը մազից է կախված եւ շուտով նա կհրապարակի իր վերջնական որոշումը։ CNN-ը տեղեկացնում է, որ ոչ բոլոր Թրամփի թիմակիցներն են հստակ կիսում այս մոտեցումը, որ նրա խորհրդականների թվում նաև կան մարդիկ, որոնք համարում են, որ այնուամենայնիվ դիվանագիտությանը պետք է շանս տալ, դե իսկ Պենտագոնի ղեկավարը, ինչպես եւ արժեր սպասել, կողմ է ռազմական նոր օպերացիան սկսելուն։ Արտյոմ, ինչպես են մեկնաբանում իրավիճակը Թեհրանում։ Նախագահ Փեզեշքյանը հայտարարել է, որ թեև վստահություն չկա կողմերի միջև, այնուամենայնիվ բանակցությունները արժի շարունակել, սակայն իրանական կողմի մոտեցումներում իսկապես նկատվում է որոշակի կոշտացում, կարծրացում, մասնավորապես օրինակ Իրանի խորհրդարանի նախագահ Գալիբաֆը հայտարարել է, որ եթե բանակցությունները շարունակվելու են, դրանք պետք է տեղի ունենան միայն իրանական կողմի առաջարկների վերաբերյալ, այն 14 կետի, որոնք ըստ էության Թրամփը արդեն մերժել է։ Իսկ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Ակբար Վելայաթին հայտարարել է, որ քանի որ դա մեջբերում է Միացյալ Նահանգները ռազմի դաշտում պարտություն են կրել, դիվանագիտությունը ընդամենը պետք է վավերացնի այդ փաստաթղթի տեսք տալով դրան։ Իսկ Իրանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ռեզային հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները համարձակվի հարված հասցնել Իրանին, Իրանում անմիջապես կսկսեն ուրանի հարստացումը մինչև 90%, այսինքն դա կնշանակի, որ Իրանը արդեն բաց ձևով միջուկային զենք է ստեղծելու։ Արտյոմ, երբ արժի սպասել Թրամփի որոշմանը։ Լրատվամիջոցները, մասնավորապես նույն այդ հիշատակած CNN-ը կարծիք է հայտնում, որ Թրամփը իր որոշումը կկայացնի Չինաստան իր սպասվող այցից հետո միայն։ Այդ այցը տեղի կունենա մայիսի 13-ից 15-ը եւ այդ այցից իսկապես շատ բան են սպասում ողջ աշխարհում։ Բանն այն է, որ Չինաստանի նախագահ Սի Ցինպինը խաղաղ կարգավորման սեփական պլանն է առաջարկել, դե պլան ասել մի քիչ բարդ է, ընդամենը 4 կետից բաղկացած այսպես կարճ փաստաթուղթ է, բայց Իրանում արդեն հայտարարել են, որ վստահություն ունեն Չինաստանի նկատմամբ եւ Չինաստանի ակտիվացումից ակտիվացման հետ կապված մեծ հույսեր ունեն։ Արժի հիշատակել, որ նույն այն օրերին, երբ Թրամփը լինելու է Պեկինում, Նյու Դելիում տեղի ունենալու BRICS-ի արտգործնախարարների հավաքը եւ Վաշինգտոնում հավանաբար հույս ունեն, որ Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Հնդկաստանը կփորձեն ազդել Իրանի վրա, որպեսզի հնարավոր լինի խուսափել ռազմական նոր գործողություններից։ Նաեւ նկատվում է, որ Վաշինգտոնում հիասթափված են Պակիստանից որպես միջնորդից,
քանի որ ըստ CNN-ի Պակիստանը սեփական շահն է փնտրում ամենուր։ Թե արդյոք այս փուլով կսահմանափակվի Իրանի միջնորդական առաքելությունը եւ դիվանագիտական հաջորդ փորձերը արդեն այլ միջնորդի մասնակցությամբ կլինեն, բարդ է ասել։ Չինաստանը առայժմ իրեն միջնորդի դերում չի տեսնում, թեև որոշ ակտիվացում նկատվում է։ Թուրքիան եւ Քաթարը կրկին պատրաստ են ստանձնել այդ դերը։ Արտեմ, արդյոք Միացյալ Նահանգները պատրաստ են նոր պատերազմի։ Դե պետք է նկատի ունենանք, որ հենց Միացյալ Նահանգներում պատերազմը նույնպես առանձնապես պոպուլար չէ, կոնգրեսում դեմոկրատները նույնպես դեմ են պատերազմի վերսկսմանը, նաև արժի հիշեցնել, որ ռազմական գործողությունների 72 օրվա ընթացքում Միացյալ Նահանգները միայն ուղիղ ռազմական ծախսերը, եթե հաշվարկենք, ստացվում է ավելի քան 77 միլիարդ դոլար։ Դա 9 անգամ ավելի շատ է, քան Հայաստանի պետական բյուջեն։ Ամերիկացի մեր գործընկերները հաշվարկել էին, որ օրեկան ռազմական գործողությունների համար Միացյալ Նահանգները ծախսում էր ավելի քան 1 միլիարդ դոլար, մեկ ժամվա ընթացքում ծախսվում էր 42 միլիարդ դոլար, իսկ մեկ վայրկյանում ծախսվում էր 12,000 դոլար։ Այսինքն ամերիկացի հարկատուի գրպանի համար դա եւս բավական ծանր բեռ է։ Իսրայելում եւս խնդիրներ կան, այդ թվում նաև մարդկային։ Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատարը Քնեսետում իր ունեցած ելույթում խոստովանել է, որ զինվորները պարզապես բավարար չեն ռազմական օպերացիա վերսկսելու համար եւ անհրաժեշտ է պահեստազորի զորակոչ։ Շնորհակալություն, Արտեմ։